լավագույն եւ հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, Վանացանի եթերով եւ թիմադեդրի եչով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երկու 2020-44 օրյա բادرազմի 5-րդ տարելիցին նվիրված ժապավենի մեջ Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Ջեյհուն Բայրամով շարք մանրամասնություններ կներկայացնե նախաբادرազմյան եւ հետբادرազմյան իրադարձություններու մասին։ Ըստ էության մեղադրելով Հայաստանը փանակցային գործընթացեն հրաժարելու եւ սաթրիչ քայլերով բادرազմ հրահրելու մեջ։ Երկար ժապավենի մեջ Բայրամով նախ կբացմեց է ինչպես սկիզբը գառուցողական մոդեցում որդեգրած Փաշինյան 6 ամիս ետք մերժեց Արցախի հարցը լուծել։ Մասնավորապես Փագակի ձերբանալով 28 սեպտեմբեր 2018-ին Դուշանբեի մեջ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումին մասին Բայրամով կբացմեց է իբրև պատասխան Ալիևի թիդարգումին, որ Ադրբեջանի բռնակրաված տարածքները պետք է ազատագրվին։ Փաշինյան խոստացած էր լուծել Արցախի հարցը, բայց անոր դիմաց խնդրած էր Ալիևին թատրեցնել սահմանին վրա գրագոցները։ Փաշինյան թշկոհած է, որ Ադրբեջանի արձագազներու միջոցով բادرազմ կմղե, եւ եթե նվազեցնե այդ աշխուժությունը, այդ մեկը իրեն շատ պիտի օգնե։ Դուշանբեի մեջ նախագահ Ալիև հանձնարարեց իր պաշտպանության նախարարության բոլոր ուղղություններով լրություն հաստատել, գայունություն պահպանել եւ նույնիսկ եթե հայկական կողմը զինաթաթարը խախտե չպատասխանել, գսե Բայրամով, ըստ որում 29 մարտ 2019-ին Վիեննայի մեջ արդեն հայտնի Յահգի Մինսկի խմբակի միջնորդությամբ տեղի կունենա Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին հերթական հանդիպումը։ Փաշինյան այդ հանդիպումին ամբողջություն կփոխե իր դիրքորոշումը եւ բացահայտորեն կհայտնե, որ ինք չի գրնար այդ հարցը լուծել եւ զայն պիտի չլուծե։ Ան շատ հետաքրքրական փաստարկ մը կներկայացնե ասելով. Եթե ես այդ մեկը ընեմ, զինք կսպանեմ։ Ալիև անոր կպատասխանի հայտնելով. Ես ընդհանուր առմամբ ոչ ոքի մահը կուզեմ։ Սակայն այդ մեկը ոչ մեկ ձևով ադրբեջանական հողերու շարունակվող բռնակրավումին համար արդարացում կրնալալ, գսե Բայրամով ավելցնելով։ Անգեյետ 23 հուլիսին Հայաստանի վարչապետը փանակցային գործընթացի մեջ հարաճ բերավ 7 լրացուցիչ նախապայմաններ, որոնք բոլորն անընդունելի էին։ Ես կուզեմ արձանագրել անոնց մեկը։ Եթե Ադրբեջան ընդհանրապես գուզե քննարկել այս հարցը, պետք է փանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ։ Ինչ կնշանակե այս։ Կնշանակե, որ բազմամյա փանակցային գործընթացի դաբալումը լարվածությունը կթևացնե օդի մեջ։ Արդեն հստակ էր, որ բادرազմի ժամանակ հարց էր։ Մնացյալ բոլոր մեթոդները արդեն սպառած էին։ Հիշադակելով Մոսկվայի մեջ 9 հոկտեմբերին Ռուսիո նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ դեղի ունեցած բանակցությունները Բայրամով կբացմե, որ առաջարկված փաստաթուղթերու մեջ որևէ խոսք չկար Ադրբեջանի բռնակրաված տարածքները ազատագրելու մասին։ Ինչ որ բնականաբար Ադրբեջան մերժեց եւ Հայաստանեն պահանջեց բռնակրաված տարածքներեն դուրս գալու հստակ ժամանակացույց ներկայացնել։ Բայրամովի համաձայն 8 նոյեմբերին Հայաստան արդեն համաձայնած էր ընդունել Բաքուի պահանջները, բայց հրաժարել քննարկել Շուշիի հարցը։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահին դիրքորոշումը շատ գոշտ եղած է այս հարցով։ Առանց Շուշիի այս հարցը կարելի չէ լուծել։ Շուշին բանակցություններու առարգա չի գտնարել։ Եվ այդ էր պատճառը, որ երբ ադրբեջանական հատուկ ճոգադայինները մտան Շուշի, հայկական կողմը փորձեց հագահարցակում կատարել գսե Բայրամով, ըստ որուն վերջապես Շուշին գրավելով
Ալիև հաջողեցավ փաստաթուղթի մեջ ամրագրել հստակ ժամանակացույցը, որուն համաձայն հայկական զորքերը դուրս կուքային Կարվաճարեն, Պերցորեն եւ Աղդամեն։ Երկրորդ, ճշտվեցավ Երագոմ հայտարարության համար հստակ ժամկետ, որովհետև սկիզբը անժամկետ էր։ 8-9 նոյեմբերին Ալիև Պուտին աշխուժ բանակցություններու իբրև արդյունք Բաքուի մեջ կարելի եղավ Երագոմ հայտարարության մեջ ամրագրել նաև Հայաստանի դարածքով Նախիջևանի հետ անխոչընդոտ հաղորդակցություն ստանալու գետը։ Բայրամով նաև դիտել գուտա, որ 44 օրյա պատերազմը սկսել են յետք Ադրբեջանի վրա քաղաքական դիվանագիտական ճնշումները սկսան կործատրվել եւ զինվորական հաջողություններու հասնելուն պես այդ ճնշումները երկրաչափական ընթացքով ավելցան եւ նույնիսկ վերածվեցան սպառնալիքներու։ Ըստ Բայրամովի այդ օրերուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն բազմիցս հերացայնեց եւ սպառնաց Ադրբեջանին։ Պետք է անհաբաղ գանք առնեք, ըսա Ֆրանսիայի նախագահը։ Իբր թե եթե այդ մեկը դեղի չունենա, Ֆրանսա պիտի ճանչնա Արցախը։ Եվ ամիջապես Ադրբեջանի նախագահին ստացավ պատասխան, որ ֆրանսական կողմը գրնա նման քայլի մտիմել, սակայն գացությունեն բան պիտի չփոխվի, այլ Ադրբեջան անմիջապես պիտի խզե Ֆրանսայի հետ դիվանագիտական բոլոր գաբերը գայտնե Բայրամով։ Նույն զորույցի ընթացքին Բայրամով գբատմե, որ 2018-ին 2020 հայկական կողմի ճագերդյալ սատրանքներուն մասին Բաքու գազմած է զավալուն փաստաթուղթը, որ թե նախապատերազմյան եւ թե պատերազմի օրերուն ներկայացուցած է արտերկրի դիվանագետներու եւ պաշտոնագետներու։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանեն վերադարձին լրակրողներու հարցումներուն պատասխանելով ասավ, որ Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման հոլովույթը կընթանա Ադրբեջանի հետ սուկահեր։ Ան կողունակություն հայտնեց ընթացող հոլովույթներուն համար։ Էրդողան շեշտեց, հաղթանակեն յետք խաղաղության կամիներ կպեչեն, եւ մենք իբրև Թուրքիա ուրախ ենք։ Էրդողան հայտարարեց, որ իրենք դարաձաշրջանին մեջ երկարադեպ խաղաղության հույս ունին։ Մենք կքննադենք նախագահ Իլհամ Ալիևի անգերց չանքերը եւ գողջունենք այս ճամփուն վրա վարչապետ Փաշինյանի խիզախ քայլերը։ Մույս կողմէ Թուրքիո հաղորդակցության եւ յենթագարույցներու նախարար Աբդուլկադիր Ուրալօղլու հայտնեց, որ Ադրբեջանի համաձայնության բարակային գրնան գազմագերբվել Թուրքիո, Ադրբեջանի եւ Հայաստանի երթևեկի հաղորդակցության նախարարներու երագողմ հանդիպումը։ Ուրալօղլու բացահայտորեն ասավ, որ երագողմ հանդիպումին իրականացումը գախյալ է բացառապես Ադրբեջանի դիրքորոշումեն։ Մենք հաջող հանդիպումներ կունենանք Ադրբեջանի թվային զարգացման եւ երթևեկի հաղորդակցության նախարար Ռաշադ Նաբիևի հետ։ Մենք նաեւ հանդիպումներ ունեցած ենք Հայաստանի երթևեկի հաղորդակցության նախարարին հետ։ Երագոմ հանդիպումը կարելի է միայն Ադրբեջանի համաձայնությամբ։ Եթե համաձայնություն դրվի, մենք պատրաստ ենք անոր, որովհետեւ Ադրբեջանի դիրքորոշումը մեծ նշանակություն ունի մեզի համար։ Ուրալօղլու նաև ասավ, որ Զանգեզուրի միջանցքին նախապատրաստական աշխատանքներ կգտնվին բարձր մագարտակի վրա եւ Ադրբեջանի հետ իրականացած է լայնածավալ համագարկված աշխատանք։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբը հայտնեց, թե ամերիկացի հանրազանոթ լրագրող Թաքեր Քարլսոն դադարեցրած է Հայաստանի կառավարության նախատեպ ունեցող ոտնձգությունը համաշխարհային քրիստոնեության բարոս հայ արաքելական եկեղեցու հանդեպ։ Որևէ սահմանումով այդ մեկը իրավունքներու գոբիտ խախտում կնկատվի, ըսած է Քարլսոն, խոսելով հայ եկեղեցու հանդեպ հալածանքներու մասին։ Հիշեցնենք, որ գործարար Սամուել Ղարաբեդյանի եղբորորդին Նարեկ Ղարաբեդյան Քարլսոնի հետ կատարած էր հարցազրույցը, ուր այլ հարցերու գարկին խոսած էր նաև եկեղեցու դեմ իշխանության արժավի մասին։ Անմասնավորապես նշած էր. Կգարձենք, որ Փաշինյան Թուրքիայեն եւ Ադրբեջանեն դերեկություն կստանա եկեղեցու պատմությունը փոխելու, ցեղասպանությունը մոռնալու եւ եկեղեցու նոր առաջնորդ ունենալու գաղափարությամբ, որբեսի խաղաղության գործընթացը սկիզբ առնե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ մենք կսկանք, որ անգուզե փոխել եկեղեցու առաջնորդը, ապա
փոխել եկեղեցու պատմությունները եւ ստիպել մեր ժողովուրդը մոռնալու այն բոլորը, ինչ որ մեր նախնիները գդարած են քրիստոնեական մեր գրոնքին համար, ըսած էր Գարաբեդյան։ Սան Ֆրանսիսկոյի մեջ իր հովվապետական այցելության առաջին երեկոյան իբադիվ իրեն դրված ճաշկերույթին ընթացքին Մեծիդանն Գիլիգիո Արամ առաջին վեհապար հայրաբեդը Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով քնահատեց Սոսի Պոլադյանը, իսկ Գիլիգյան ասպետ շքանշանով անոր զավակը Ռազմիկ Պոլադյանը։ Սոսի Պոլադյան երկար դարիներ կորձոն մասնակցություն բերած է Լիբանանահայ օգնության խաչին։ Լիբանանի նախագահին նշանակած գնոճական հանձնախումբի մեջ ան ներկայացուցած է հայ համայնքը։ Անդամ է Ազունիեի ազգային փուժարանի խնամակալ մարմինին, ինչպես նաև անդամակցած է մարդասիրական եւ ընկերային բնույթ ունեցող հանձնախումբերու եւ հաջախագի արիցներով հայ մամուլի էջերու մեջ ստորագրած է հոդվածներ։ Ռազմիկ Պոլադյան կարևոր ներդրում ունեցած է Սան Ֆրանսիսկոյի համայնքին, հատկապես եկեղեցու եւ դպրոցին վերաբերող ծրագիրներուն եւ աշխատանքներուն։ Հայտնենք, որ Պոլադյաններու բնակարանի մեջ տեղի ունեցած ճաշկերույթին հաջորդաբար խոսքեր արտասանած են առաջնորդ Գեղամ arczepiskopos Խաչերյան եւ ազգային կենտրոնական վարչության անդամ Ռուստոմ Այնտաբլյան։ Արևմտյան Միացյալ Նահանգներու թեմ գդարած հովվապետական երայցելության ձիրին մեջ Մեծիդանն Գիլիգիո Արամ առաջին վեհապար հայրաբեդը այցելեց Ֆրեզնո եւ իր հայրաբեդական օրհնությունը տվավ դեղուն եկեղեցու եւ ազգի զավակներուն։ Այս այդով ան ալդացանեց նաեւ Բաթկամը նշելով, որ եկեղեցու համայնք դարբեր իրականություններ չեն։ Անոնք մեկ ամբողջություն կգազմեն։ Եկեղեցին ոչ հաստատություն է եւ ոչ վայր, այլ իր էությամբ հավատքի համայնք է Քրիստոսի խորհրդական մարմինը։ Այդ մարմինի անդամները միասնապար կգազմեն եկեղեցին։ Հետևաբար եկեղեցու համայնք իբրև մեկ ամբողջություն պետք է մնայուն ու սերտ հաղորդակցության մեջ լան իր պատկամի մեջ սավ կաթողիկոսը եւ կնահատեց Ֆրեզնոյի հայության ծառայության նվիրված հոգեվոր հովիվ հայր սուրբը եկեղեցու օկապարծությունը եւ քույր գազմագերբությունները։ Աբա անկլերենով շարունակելով իր խոսքը հայրաբեդը իր ուրախությունը հայտնեց անգամ եւս Ֆրեզնոյի հայկական քաղաքի մեջ ներկա գտնվելուն համար եւ նշեց, որ Ֆրեզնոյի հայ քաղաքը Միացյալ Նահանգներու ամենեն հին քաղաքները մեկն է, ինչպես նաեւ աշխուժ եւ գազմագերբ քաղաքն է։ Հայրաբեդը արժևորեց եկեղեցի քաղաք գաբը դիտել դալով, որ քաղաքին թիվին եւ նյութական գարելիություններուն մեջ չեն գայանար անոր արժեքը, այլ հավատքին եւ եկեղեցու հանդեպ ունեցած հավատարմության մեջ։ Եվ ես վստահ եմ, որ Ֆրեզնոն վերջինիս նման է, ըսավ Արամ առաջին կաթողիկոս։ Արամ վեհապար մանրամասնորեն խոսեցավ եկեղեցու եւ համայնքի հարաբերության կարեւորության մասին, հատկապես անդրադառնալով հոգեվոր վերանորոգման։ Անասավ, որ եկեղեցին իր առաջնորդության մեջ պետք է ընդգրկե այդ եւ զավալե քրիստոնեական դաստիարակության ծրագիրներու, հոգեվոր լսարաններու, գիրակնորյա դպրոցներու եւ հովվական ծառայություններու ջամփով։ Հոգեվոր վերանորոգման նպատակը պետք է լա հետևյալը. ինչպես կրնանք մեր կյանքը ապրիլ աստվածաշնչական արժեքներով, փարոյական առաքինություններով եւ մեր եկեղեցու ավանդություններով, ըսավ Արամ առաջին վեհապար եւ իր խոսքի ավարտին իբրև գնահատանքի արտահայտություն երկար դարիներու վաստակի եւ զարայության Մեծիդանն Գիլիգիո կաթողիկոսության Գիլիգյան ասպետ շքանշանով վարկեվադրեց քաղաքի զավակներեն Ալիս Գյուրերյանը, Բիլ Սահաթջանը եւ Մարվին Կապրիելյանը։ Վեհապարը հadouk հուշանվերով մբադվեց նաեւ ազգային բարերար Վահան Շամլյանի այրին Անուշ Շամլյանը հայության կյանքի մեջ Շամլյան ընտանիքին ունեցած նյութապարոյական կարևոր ներդրումին համար։ Հարկելի ունգընտիրներ վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին ցայնե հաղորդավար Անտոնին, Գրիգորը եւ Սերլին։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։